3 հատ բլից հարց։ Խնդրեմ։ Հաշվանելով որ ժամանակը Հա, վերջացնում ենք արդեն։ Մենք իրոք այնքան միևնույն ժամանակ եւ կարեւոր մի ժամ մի փաստաթղթի մասին խոսեցինք այդ դրվագին, որը դա մարդը դրա համար ուզում էր որ մեկը պատմի։ Վարժան ջան, բլից հարցերը մեծ աճիկով, բայց եթե գոնե 2 րոպե փորձեք չմոռանանք, սա ինքնախոստովանական ցուցմունք է այս փաստաթղթը կոնկրետ։ Եվ ստեղից առաջանում է առավել քան բնական հարց։ Ինչի է հրապարակել։ Ինչին էր պետք սա անելը։ Եկեք չմոռանանք որ դրան է։ Այդ բլից հարցերից մեկն է։ Հա, կներես, այդ դեպքում ամեն բան նախատեսված է։ Okay, առաջին հարցը։ Ինչի է պետք հրապարակել այս փաստաթղթերը, որը պատկերավոր ասած կրակոցա սեփական ոտքին։ Ուրեմն ես կարծում եմ դրա պատասխանը պետք է փնտրել լրիվ ուրիշ համատեքստի ներքո։ Ուրեմն դեկտեմբերի 1-ով, երբ որ արդեն կա պաշտոնական լուծարումը, ուրեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա կառույցների այդ գործընթացի ամբողջապես, ուրեմն գործող վարչակազմի մոտ արկա են վախեր, արկային վախեր, որ քանի որ արդեն այդ դիվանագիտական հիմնական էթիկայի խնդիրը չկա կառույց, հետեւաբար փաստաթղթերը ցանկացած պահի, ցանկացած ընտրանքով, ցանկացած տեղից կարող է հրապարակվեն եւ արտահոսք ունենան։ Հետեւաբար ուրեմն այստեղ ունեցել են բավականին լուրջ վախեր, որ դա կարող է արվի անգամ արտաքին դերակատարների կողմից, հա, իրանց համար շատ անպատեհ պահի, օրինակ 2026-ի նախընտրական փուլում։ Եվ դա լուրջ հարված հասցնի իրենց նպատակներին, ցանկություններին եւ այլն, փոխարենը գնացել են պայմանական ասած կանխարգելման ճանապարհով։ Բերեք հիմա լցնենք, հիմա աղմուկ անենք, դե մանիպուլյացիա եւ բանով աղմուկը կմեծացնենք, նաեւ փաստեր տեսանելի էր, որ հրապարակմանը զուգահեռ ամբողջ վերնախավը ԿՊ-ի առաջադրանք ստացած այս փաստաթղթերի կոնկրետ ինչ-որ կտորներ էր փորձում առաջ մղեր, հասկանալով, որ իրանց համար սա պարտվողական է, բայց թող լինի այս աղմուկը մարի, որպեսզի մենք այն ժամանակ այդ վնասը այդ ճակերտավոր անպատեհ պահին չունենանք։ Հասցնեն մոռանալ։ Հույս ունենալով, որ մենք վատ արտահայտություն է, որ սեփական հանրությունը այնքան արժանի չի հարգանքի, որ նրա մասին կարելի է մտածել, որ հա, ասենց անցնելու է, գնալու է, չեն հիշելու եւ այլ եւ այլ։ Հիմա հարց երկրորդ, սրանից բխած շատ ավելի կարճ, ինչ եք կարծում, որքանով է այս թեման չրկվելու, այսինքն նաև շահարկվելու եկող տարվա ընտրությունների ֆոնին։ Ինչքանով է այս թեման դեռ շարունակել հայ հանրության համար կարևոր եւ ինչա տալիս այս փաստաթղթերը մեծ իմանալը։ Ուրեմն տես, այդտեղ ամեն ինչ կախված է, ես կարծում եմ բոլորիցս եւ յուրաքանչյուրիս առանցին, ոչ թե որպես շահարկման առարկա, այլ առաջի հերթին որպես գիտակցության մեջ ներծծման խնդիր հանրային հնարավոր լայն սեգմենտի։ Բարձաբանեք։ Ուրեմն ինչ են արել իրականում։ Այսինքն ոչ թե սա մի հատ առիթ է եւ այդ առիթի հետ կապված զրուցեցինք, խոսեցինք, անցավ գնաց։ Այլ սա տալիս է ամբողջական պատկերը, ինչպես են վարվել սեփական պետության հետ, ինչպես են վարվել Արցախի հետ, այդտեղից է բխող հարցով, իսկ ինչ է փոխվել ընդհանրապես իրանց կյանքում, որ հետագայում դի վարվեն որևէ այլ կերպ։ Այսինքն եթե մեր հանրությունը սա գիտակցում է, այսինքն մեր հանրությունը սա շատ ավելի լայն իմաստով գիտակցի, յուրաքանչյուրս անելիք ունենք։ Այդ անելիքից մեկը այսօրվա զրույցն է, այդ անելիքը ամենօրյա է։ Այդտեղ անելիք ունեն քաղաքական ուժերը, որpիսի այս թեման, այս ամբողջ ինքնախոստովանականը լինի հանրության ուշադրության կենտրոնում, ոչ թե իրենց ցանկացածի նման մարի հանգի ավարտվի վերջանա եւ այլ եւ այլ։ Բոլորս անելիք ունենք։ Բայց ընտրությունների ֆոնին Արցախյան հարցը մեկարինելու է քարոզչական կարևորություն։ Այսինքն հասարակությանը այդ թեման շարունակում է հետաքրքրել ձեզ։ Վարժան ջան, նայ, հասարակությանը այդ թեման կա տպավորություն, որ չի հետաքրքրում այնքան, ինչքանը կլիներ նորմալ։ Բայց այդտեղ դա ոչ թե հասարակության բնական ռեակցիայով է պայմանավորված, այլ քարոզչական, այլ այս իշխանության կողմից շատ հետևողական, շատ։ Այդ թվում կիրառելով բռնաճնշումներ հակառակ այլակառուցության նկատմամբ, ուրեմն դրված գծով ճանապարհով եւ այլով։ Պարզագույն օրինակը բերեմ, մեր հանրության մոտ ինչքանով է պատկերացումը ամբողջական, որ Արցախի հարցը մենակ Արցախի հարց չի։ Այսինքն որ օրը Արցախի էջը համարենք շրջած, դա նշանակում է Սյունիքի էջի լիակատար լիարժեք ամբողջական բացում։ Մի օր Սյունիքի էջը կասեն եկեք շրջենք եւ այդպես շարունակ։ Այսինքն
Սա մեր հասարակությանը պիտի լինի հասկանալի։ Ինչ են իրանք ընտրել, իրանք ընտրել են հետևյալ ճանապարհը։ Մենք խաղաղության ուժն ենք, իբր, եւ եթե մեզ եք ընտրում եք խաղաղություն, եթե մեզ չեք ընտրում եք պատերազմ։ Ուրեմն ամենաստահոդ մոտեցումն է, որովհետեւ ամենապարզ պրակտիկա չեն գնում տեսություն։ Վերջը այս երկրին պատերազմ հիմնական բերողը ով ա եղել։ ինքը։ Ահա, այսինքն ինչքան էլ ինքը անտրամաբանական է այս թեզը, բայց այս մարդիկ սրա վրա են նստած։ Հույս ունենալով նորից եմ ասում, որ հանրությունը դա կարողանալու է մարսել, կուլ տալ եւ իրանց ռոպագանդան աշխատելու է ավելի, քան փաստերը, քան ողջամտությունը եւ այլ եւ այլ։ Էսա մոտավորապես։ Երրորդ վերջնական հարցը։ Խնդրեմ։ Ինչու 19 թվականի փաստաթուղթը նա չընդունեց եւ տարավ մեզ պատերազմին, ինչի մեզ պարտեցրեց։ Բաղջան ջան, այս հարցը, որի շուրջ կարելի է անկեղծ եմ ասում, հավատասաբլիցի չի երևի, սա կարելի է մի ժամ զրուցել, բայց ես փորձեմ դրան կարճ պատասխանել, հա։ Ուրեմն ինչ որ պահի մեր երկրում պիտի իրականացվի ոչ միայն քաղաքական գնահատման գործընթաց, այլ պիտի լինի իրավական գործընթաց։ Բացահայտելու այդ քայլերի շղթան, որը իրականացվել է, որը մեր այս չավարտվող պարտության գիծն է հերթական հանգրվանից մյուսին բերող, ուրեմն որքանով է իր մեջ պարունակում հանցակազմ, ինչ մոտիվացիաներով եւ այլով եւ այլով։ Սա խնդիր է ունենալու իրավական գնահատականի, ոչ միայն բարոյական, ոչ միայն քաղաքական եւ այլը։ Գիտես, այդքան սխալ նույն տեղում պատահական շղթայով չի ստացվում։ Չի ստացվում։ Այդ այն ամերիկյան հայտնի խոսքն է հիշեցնում, որ ասում է, եթե մի բան բադի պես լողում է, բադի ձայն է հանում եւ բադի խոշորաշով տեսք ունի, ուրեմն ամենայն հավանականությամբ դա բադ է, հա։ Որտեւ նորից եմ կրկնում, չի ստացվում։ Այո։ Եվ կարա լինի մի հատ պատահական սխալ, կարա լինի մի հատ ուրեմն անփորձությունից ելնող մի բան, մի հատ չպատկերացնելուց, չէ, բայց սենց հետևողական։ Տեսեք, մենք դրա վառ օրինակը բերեցինք Անժելայի բան արածը, հա, հարցով եկածը 19 թվականի փաստաթուղթ, դրա պատասխան Արցախ, Հայաստանը եւ վերջ։ Պատահական sense քրոնոլոգիան եկավ բռնեց, հա։ Այս պահին էս առաջարկ արեցին, այս պահին դու դուրը տվեցի, շրխկացրեցի, պատը փլեցիր եւ այլը, հա։ Այդ նույն Արցախ, Հայաստանը եւ վերջը անեիք 4 ամիս առաջ կամ անեիք 4 ամիս հետո, օրինակ։ Ճիշտ է։ Այսինքն եւ այս շարքը շատ երկար է, Վարուժան ջան, շատ։ Պիտի խոստովանեմ, որ ես էլ նույնիսկ այդ բանին ուշադրություն չէի դարձրել եւ մասիկ շատ հետաքրքրական է։ Միջազգային ես այդքան էլ վստահ չեմ, որ պատճառը թե ինչի են իրենք հիմա հրապարակում մենակ է դա, որ այսինքն որ մենք քիչ վնաս մեզ հասցնենք, որ բան անենք, ասենց ասած, հա, հետո ավելի մեզ վնաս չհասցնեն, բայց այդ գուցե մի քիչ ավելի երկար զրույցի թեմա է։